Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն Օր հունիսի 23 Սրա համար այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին. նա չի մտնի այս քաղաքը և այնտեղ մի նետ չի գցի և վահանով նրա առաջը չի գա և նրա դեմ պատնեշ չի կանգնեցնի։ 4-րդ Թագավորաց 19-րդ գլուխ 32-րդ խոսք։ Սենեքերիմն էլ չկարողացավ վնասել քաղաքը։ Նա բարձրաձայն պարծենում էր, սակայն չկարողացավ իրականացնել իր սպառնալիքները։ Տերը կարող է կանգնեցնել իր ժողովրդի թշնամիներին հենց այն պահին, երբ նրանք պատրաստվում են գործել։ Երբ առյուծը գառնուկին բռնում է իր ծնոտների մեջ, ոչխարների մեծ հովիվը կարող է խլել ավարը նրա ձեռքից։ Մեր ամենածանր վիճակը պարզապես հնարավորություն է տալիս Աստծո զորության և իմաստության ավելի մեծ ու փառավոր դրսևորման համար։ Մեր առջև եղած այս դեպքում սարսափելի թշնամին նույնիսկ չհայտնվեց այն քաղաքի առջև, որը փափագում էր կործանել։ Նա չկարողացավ ոչ մի նետ արձակել քաղաքի պարիսպներից ներս, ոչ էլ պաշարողներին գործի դնել ամրոցները քանդելու համար և ոչ էլ հողաթմբեր կառուցել բնակիչներին շրջափակելու համար։ Գուցե մեր դեպքում ևս Տերը թույլ չտա, որ մեր հակառակորդները մեզ նույնիսկ ամենափոքր վնասը հասցնեն։ Անշուշտ, նա կարող է փոխել նրանց մտադրությունները կամ այնպես ձախողել նրանց ծրագրերը, որ նրանք պատրաստակամությամբ հրաժարվեն դրանցից։ Եկեք վստահենք Տիրոջը և ընթանանք նրա ճանապարհով, և նա կհոգա մեր մասին։ Այո, նա մեր սրտերը կլցնի զարմանքով ու փառաբանությամբ, երբ տեսնենք, թե որքան կատարյալ է նրա փրկությունը։ Մի վախեցեք թշնամուց, քանի դեռ նա չի եկել, իսկ երբ գա, ձեր հույսը դրեք միայն Տիրոջ վրա։